Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում շաբաթվա սպորտն է եւ այսօրվա հյուրս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն է։ Բարև ձեզ։ Սամվել, առաջին անգամ գլխավոր քարտուղարի դերում մասնակցեցիր Եվրոպայի առաջնությանը։ Մինչ այդ մասնակցում էիր որպես ծանրորդ եւ հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Սամվել Գասպարյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է եղել, աշխարհի մրցանակակիր, մեր շատ լավ ծանրորդներից մեկն էր, ով ստացավ դաժան վնասվածք ծնկահոդի եւ այդ վնասվածքի պատճառով ստիպված էր երիտասարդ տարիքում հրաժեշտ տալ սպորտին։ Հիմա կարծես թե այս դերում էլ նորամուտը վատ չստացվեց, լավ էր։ Իհարկե դու ինքդ հետո կասես արդյոք ֆեդերացիան գոհ է այս արդյունքներից թե ոչ։ Հիմա առաջարկում եմ դիտել գործընկերներից պատրաստած ռեպորտաժը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին, որից հետո կվերադառնանք ու կզրուցենք։ Սիրով։ Խնդրեմ։ Այն, որ հայկական ծանրամարտը հին աշխարհում լավագույն ավանդույթներն ունի, դրանում ոչ մի կասկած, բայց մի բան է ստեղծել ավանդույթը, մեկ այլ բան է այդ ավանդույթը երկարամյա պատմություն դարձնել։ Հայ ծանրորդները տասնամյակներ շարունակ աշխարհի ուժեղագույն հարթակներում բազմիցս ապացուցել են իրենց բասկի ուժը։ 2025 թվականի Եվրոպայի առաջնությունը հայ մարզասերը դեռ երկար կհիշի։ Մեր տղամարդկանց եւ կանանց հավաքականները տասնական ծանրորդով գործուղվեցին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև։ Առաջին մեդալը Հայաստանին բերեց 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը։ 55 կիլոգրամ քաշային կարգում Գրիգորյանը շատ մոտ էր երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի պատվոհարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելուն, սակայն բավարարվեց փոխչեմպիոնի կոչումով, ձախողելով հրում վարժության երկու մոտեցումները։ Կանանց հավաքականի մյուս մեդալակիրը Աննա Ամրոյանն էր։ Պատանիների եւ երիտասարդների առաջնություններում բազմիցս մեդալի արժանացած ծանրորդ առաջին անգամ մեդալ նվաճեց մեծահասակների հարթակում։ 76 կիլոգրամ քաշային կարգում Ամրոյանը երկամարտի 231 կիլոգրամ արդյունքով կանգնեց պատվոհարթակի երկրորդ աստիճանին։ Նույն քաշային կարգում փոքր արծաթե մեդալ նվաճեց Միլենա Խաչատրյանը հերելով 133 կիլոգրամանոց ծանրաձողը։ Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ նաև 87 կիլոգրամ քաշային Լիաննա Գյուրջյանը։ Ոգուն վարժությունում բավարարվելով 4-րդ տեղով, հրում վարժությունում Գյուրջյանը 140 կիլոգրամ հրեց եւ երկամարտում դարձավ երկրորդը։ Նույն քաշային կարգում Տաթև Հակոբյանն անչափ մոտ էր երկամարտում բրոնզե մեդալին, սակայն մրցավարները Հակոբյանի երկու մոտեցումները չհաշվեցին։ Ոգուն վարժությունում Տաթևը փոքր արծաթե մեդալ նվաճեց։ Կանանց հավաքականը թիմային պայքարում 9 տարվա դադարից հետո դարձավ առաջինը։ Նույն հաջողությանը հասավ տղամարդկանց հավաքականը։ Առաջինը մեր հավաքականին մեդալ բերեց 61 կիլոգրամ քաշային Գառնիկ Չոլակյանը։ Երիտասարդ ծանրորդը վարժություններից յուրաքանչյուրում մեկական մոտեցում հաջողելով երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ։ 67 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Գոր Սահակյանն այս անգամ ուժերը փորձեց 73 կիլոգրամ քաշային կարգում եւ երկամարտում բավարարվեց արծաթե մեդալով, ոգում եւ հրում վարժություններում նվաճելով բրոնզե մեդալներ։ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը փորձեց չեմպիոնական պայքար մղել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Օսկար Ռեյեսի հետ։ Հարությունյանը հրում վարժությունում ձախողեց երկու մոտեցում եւ չկարողացավ շրջանցել Իտալիայի ներկայացուցչին։ Հայ ծանրորդը բավարարվեց երկամարտի արծաթե մեդալով։ 96 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը շատ ծանր պայքարի հանդիպեց։ Այս անգամ 96 կիլոգրամ քաշային կարգում էին նաև աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր Ռևազ Դավիթաձեն եւ աշխարհի ուժեղագույն ծանրորդներից մեկը օլիմպիական չեմպիոն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կառլոս Նասարը։ Հովհաննիսյանը 3 բրոնզե մեդալ նվաճեց, իսկ Նասարը մոտակա մրցակցին երկամարտում հաղթեց 38 կիլոգրամ, սահմանելով հերթական համաշխարհային ռեկորդները։ Մեզ համար ամենաթեժ պայքարը 109 կիլոգրամ քաշային կարգում էր, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանն ու օլիմպիական կրկնակի արծաթե մեդալակիր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Ինչպես եւ սպասվում էր, հիմնական պայքարը հայ ծանրորդների միջև էր, որտեղ ի վերջո հաղթեց Կարապետյանը երկամարտի 411 կիլոգրամ արդյունքով, իսկ Մարտիրոսյանը 406 կիլոգրամ արդյունքով կանգնեց պատվոհարթակի երկրորդ աստիճանին։
Գերծանր քաշային կարգում էլ սպասված ոսկե մեդալ նվաճեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վարազ Դատլալայանը։ Գյումրեցի ծանրորդը ոչ մի դժվարության չհանդիպեց, վարժություններից յուրաքանչյուրում մեկական մոտեցումով դառնալով ոսկե մեդալակիր։ 2025 թվականի առաջին մեծ ստուգատեսը մեր հավաքականները պատվով անցան։ Աշնանը հայ ծանրորդները պայքարի մեջ են մտնելու աշխարհի ուժեղագույն ծանրորդների հետ, որտեղ եւս հայկական ծանրամարտը լուրջ ավանդույթներ ու ակնկալիքներ ունի։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ շարունակում ենք զրուցել Սամվել Գասպարյանի հետ։ Այս առաջնությունը շատ կարեւոր էր հատկապես կանանց հավաքականի համար։ Մենք 2000-ականների առաջին 10 տարիների ընթացքում ունեինք շատ ուժեղ հավաքական, որի առաջատարները Նազիկ Ավդալյանն ու Ռիփսիմե Խուրշուդյանն էին, այնտեղ իրենք ունեին էլի թիմակիցներ, ովքեր բավական լավ էին հանդես գալիս ու երկար ժամանակ մեդալներ նվաճում էինք։ Հետո եկավ տեղատվություն, մեր հավաքականը կարծես թե այսպես այլևս եղանակ չէր ստեղծում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում։ Հիմա շատ այսպես հաճելի էր դիտել, թե ինչ է կատարվում։ Շատ երիտասարդ հավաքականը, որն ունի թերևս երկու, այսպես ասեմ, փորձառու ծանրորդ, Իզաբելա Յայլյանը եւ Տաթև Հակոբյան, եւ թերևս Լիանա Գյուրջյանին կարելի է, թեպետ ինքը դեռ երիտասարդ է, բայց փորձառուների մեջ են գրկել։ Մյուսները շատ երիտասարդ են ու արդեն այդքան լավ է։ Ինչն է հիմք հանդիսացել, ինչն է օգնել այսպիսի հավաքական ունենալուն։ Տեսեք, ձեր նշածպես, պարոն Գիլյան, Նազիկ Ավդալյանի եւ Ռիփսիմե Խուրշուդյանից հետո հոսք մեծ է եղել ծանրամարտ սպորտաձևի եւ շեշտը տրվել է ֆեդերացիան շեշտը տրվել է կանանց ներկայացվել ծանրամարտ եւ հիմա ճիշտ է ունենք շատ երիտասարդներ, փորձառու մարզիկները, մարզուհիները քիչ են, բայց երիտասարդներն էլ իրենց փորձով, իրենց նվաճումներով, իրենց արդյունքներով չեն զիջում այն մյուսներին, մյուս մարզուհիներին։ Ի սկզբանե Եվրոպայի առաջնությունից առաջ շեշտը տրվել էր կանանց հավաքականին, որովհետեւ թիմային դառնան հաղթողներ եւ պահպանենք անցած տարվա Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Շատ բարի։ Հիմա Իզաբելա Յայլյան եւ Ալեքսանդրա Գրիգորյան, առաջին քաշ։ Իզաբելան արեց այն, ինչ կարող էր անել, դա նրա հնարավորությունների սահմանն է, իսկ Ալեքսանդր Գրիգորյանը հանդես էր գալիս որպես արդեն անցած տարվա Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի։ Սա շատ պարտավորեցնող էր ու երկրորդ տեղը գրավեց։ Գոհեր իր ելույթից եւ դուք գոհ եք իր ելույթից։ Իզաբելա Յայլյանի ելույթից գոհ ենք, նրա կատարած արդյունքներից, կիլոգրամներից, մոդեցումներից արեց հնարավորինս բավականին լավ հանդես եկավ։ Ինչ մնում է Ալեքսանդրայի հետ կապված, Ալեքսանդրան ուսի վնասվածք ուներ, նոր էր վերականգնվել Եվրոպայի առաջնությունից առաջ, մեծ կիլոգրամներ մոդեցել էր, մարզումային կիլոգրամները բավարար կլինեն չեմպիոն հռչակվելու, ինչ-ինչ պատճառներով չստացվեց, երևի այդ պահին իր ֆիզիկական տվյալները մի քիչ հատկապես պոկումը լավ չստացվեց։ Պոկումը չստացվեց ու կիլոգրամներով շատ հետ մղեց, հետ մնաց առաջատարներից, իսկ բոլորս էլ գիտենք, որ Ալեքսանդրան հրում վարժությունում բավականին ուժեղ է, շատ ուժեղ է։ Ուղղակի պետք էր պոկումում մոտիկ լինել նրանց։ Մոտիկ լինել եւ ինքը պարտավորված էր երկու մոդեցումից գոնե մեկը կատարեր։ Հուսամ հետևություններ կանեք։ Ինձ շատ դուր եկավ Աննա Ամրոյանը։ Իր այդ ժպիտով, իր այդ լավատեսական խրոխտ կեցվածքով ինքը գոհեր իր արդյունքից։ Բավարարվեց երկրորդ տեղով։ Դե մեծահասակների արտակում կարծում եմ սա լուրջ արդյունք էր։ Իհարկե գոհ էր, որովհետև երիտասարդների աշխարհի առաջնությունն է։ Մենք չենք հայտարարել Աննա Ամրոյանին, որովհետև շեշտը տրել ենք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ պոտենցիալը կար։ Բայց նույն քաշային կարգում Միլենա Խաչատրյանը բոգում վարժությունից շատ հետ մնաց եւ չկարողացավ պայքարի մեջ մտնել, թե հրումում էլ արեց անհնարին կիլոգրամներ, ցույց տվեց
կամքի դրսևորում։ Էմմա Պողոսյանը շատ երիտասարդ է, բայց կարողացավ այնուամենայնիվ այսպես ասել մրցակիցներին, մեսիջ ուղարկել, որ զգուշացեք, գալիս եմ։ Ես ճիշտ եմ հասկացել։ Այո, բոլորն էլ կենտրոնացած էին, բոլորն էլ շատ են սիրում Էմմային իր կեցվածքի, իր համեստության համար, ինչպես նաև բոլորն էլ գիտեն, որ Էմման երիտասարդ է, բավականին, բայց շատ ուժեղ։ Ուղղակի հեռուն վարժությունում չստացվեց իր մոտեցումը եւ զրկվեցինք երկամարտի մեդալից։ 87 կիլոգրամ քաշային կարգում ճիշտ ասած հաճելիորեն զարմացրեց Տաթև Հակոբյան ու քիչ էր մնում շատ ավելի լավ արդյունք ցույց տա, վերջին պահին այդպես ստացվեց։ Լիաննա Գյուրջյանը արեց այն, ինչ պիտի աներ, ու հասկանում ենք, որ նա ուսի վնասվածքից շատ լուրջ վնասվածքից նոր է վերականգնվում եւ հետո մրցակիցն է շատ զորեղ ընդամենը 1 հոգու պարտվեց օլիմպիական խաղերի չեմպիոնին։ Տպավորությունը լավն էր այնուամենայնիվ ու հուսանք կավելացնի արդեն, որովհետև ժամանակն է։ Երկար ժամանակ մենք Լիաննա Գյուրջյանին ասում ենք դեռ երիտասարդ է, հիմա կանի, բայց արդեն էլ երիտասարդ չէ, արդեն ժամանակն է անելու։ Լիաննան ուներ վնասվածքներ, զբաղվել ենք Լիաննայի վնասվածքներով, միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել, վերականգնվել էր եւ պատրաստ էր Եվրոպայի առաջնության իր արժանի մեդալը նվաճելուն, իսկ Տաթև Հակոբյանը հիացրեց իր արդյունքով, որովհետեւ բոլորս էլ գիտենք, քաշային կարգ էր փոխել, իջել էր իր 5 քաշային կարգում եւ ծանրամարտում շատ դժվար է քաշային կարգ փոխել, իջնել 5 Բարսելոնա այդքան բարդ չէ, իջնելն է դժվար։ Բարդ է եւ կիլոգրամների աճ այդ ուղղակի հիացրեց։ Հուսամ շատ փորձառու Արտաշես Ներսիսյանը այս ամենը մեզանից լավ գիտի ու կկարողանա այդ կարգավորումները ճիշտ անել, փոփոխություններ կատարել ցանկալի ու աշխարհի առաջնության էլ կտեսնենք լավ հավաքական, զորեղ հավաքական։ Գիտենք, որ աշխարհի առաջնությունը չափազանց բարդ է Եվրոպայի առաջնության հետ ընդհանրապես համեմատելի չէ, այնտեղ միանում են ասիացիները եւ միանգամից ամեն ինչ փոխվում է։ Ու նաեւ հարավամերիկացիները։ Կոլումբիա, Վենեսուելա, այս կողմից Չինաստան, Կորեա, Վիետնամ, մյուս Կորեան, ժողովրդադեմոկրատականը, Հարավային Կորեան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, մի խոսքով հսկայական ներուժով գալիս են մրցակիցներ, ովքեր ում հետ պետք է պայքարել ու այլևս չմտածել, որ մենք եվրոպական ծանրամարտ այդքան հետ է մնում։ Եթե տղամարդիկ կարողանում են մրցակցել, ապա կանանց պարագայում շատ մեծ է տարբերությունը եւ ասիացիները հաղթում են։ Տեսեք, մենք պետք է մարզչական խորհրդով քննարկենք եւ հասկանանք ինչ նպատակ ենք դնելու կանանց հավաքականի արժեվ աշխարհի առաջնությունում եւ տղամարդկանց հավաքականում։ Իմ կարծիքով աշխարհի առաջնությանը իզուր կլինի թիմային հաշվարկով գնալ չեմպիոնության, պետք է անհատական մոտեցում ցույց տալ, այսինքն այն քաշային կարգերը ընդգրկենք եւ մասնակցեն, որոնց մեջ մենք կարող ենք երկամարտում լուրջ արդյունքներ ցույց տալ։ Տղամարդկանց հավաքականը էլի շատ փորձառու Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ 2 չեմպիոն ունեցավ, 3 արծաթ եւ 2 բրոնզ։ Բրոնզերի պարագայում Չոլակյանը կարծում եմ նորմալ ելույթ ունեցավ, վատ չէր ու ձեր կարծիքն եմ ուզում, ինչպես կգնահատեք նրա ելույթը։ Լավ հանդես եկավ, սպասվածից, որովհետեւ մեծահասակների առաջնություններ չէր մասնակցել, աշխարհի առաջնության փորձը ոնց որ քիչ էր, Եվրոպայի առաջնության համեմատ դե մրցակիցները ուժեղ էին, ուղղակի կարող էր փոխ-չեմպիոն դառնալ, այդ նոր արժանի մեդալ կլիներ, դե չեմպիոնության համար կիլոգրամները բավարար չէր։ Դավիթ Հովհաննիսյան միշտ այս վերջերս շատ էր ուներում վնասվածքներ, գիտեինք, որ մեջքի խնդիր ուներ, բայց բավական լավ տեսք ուներ ու ես գտնում եմ, որ Եվրոպայի նախկին չեմպիոնի համար այս բրոնզը վատ արդյունք չէր։ Հովհաննիսյան Դավիթը պոգոն վարժությունում շատ լավ հանդես եկավ։ Հերոմում սպասելիքները մեծ էր, որովհետև ինքը Դավիթը հերոմ վարժությունից ուժեղ է եւ մարզումներին բարձրացրել էր 210 կիլոգրամ։ Ես սպասում էի, որ պետք է բարձրացնի 210-ը եւ դառնար փոխ-չեմպիոն, դե բարձր այդ քաշային կարգում կար զորեղ շատ բարդ է այնտեղ։ Շատ զորեղ մարզիկ, որը ռեկորդներով հաղթեց այդ
առաջնության։ Հերթական ռեկորդներով։ Կարլոս Նազարը ուղղակի հիացնում է այդ երիտասարդ տարիքում, հուսանք երկար կտևի, բայց շատ հզոր է, շատ, այսպես, տեսքը անպարտելի տեսք ունի հարթակում։ Արծաթներին դառնանք, Գոռ Սահակյան, Եվրոպայի նախկին չեմպիոն, արծաթե մեդալ։ Կարծում եմ, որ Գոռը կարող էր եւ չեմպիոն դառնալ։ Գոռը մոտ էր չեմպիոնության, անկեղծ ասած, մենք սպասելիք ունեինք, որ Գոռը դառնար արդեն երագի Եվրոպայի չեմպիոն, բայց արդյունքներից գոհ ենք, որովհետեւ աճ է գրանցվել աշխարհի առաջնության համեմատ երգամարդում կիլոգրամների ավելացրել, այդ արդեն իսկ արդյունք է։ Պետք է հասկանանք Սահակյան Գոռը, որ քաշային կարգում պետք է մասնակցի, որովհետև մենք հունիսի 1-ից միջազգային ֆեդերացիան, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նոր քաշային կարգեր կհրապարակի եւ այդ քաշային կարգերի հիման վրա էլ պետք է հասկանանք Գոռ Սահակյանի քաշային կարգը։ Շատ կարևոր է, որովհետև Գոռը երիտասարդ է, պիտի իսկապես ընտրել այն քաշը, որ ինքը ձեր իսկ լեզվով ասած կնստի այդ քաշին ու արդեն կկարողանա ուժեղների հետ իրական մրցակցության մեջ մտնել։ Ինչ վերաբերում է Ռաֆիկին Հարությունյան, ապա անկեղծ ասած ես նրանից չեմպիոնություն էի սպասում, հատկապես այդ առաջի մոտեցումից հետո։ Ինձ թվաց, թե նրա բազուկներում շատ ուժ կա, ինքն էլ շատ պարտաճանաչ է, աշխատասեր է, ինչ կատարվեց չգիտեմ։ Ճիշտ նշեցիք, Ռաֆիկը շատ աշխատասեր է։ Ուղղակի աշխարհի առաջնությունից առաջ ստացել էր շատ լուրջ մեջքի վնասվածք, պաստողեց մեծահասակների աշխարհի առաջնությունը եւ առաջին ստուգատեսը նորից կարելի է ասել եղավ Հայաստանի առաջնությունը տարեսկզբին եւ բավարար կիլոգրամներ ցույց տվեց, բայց այդ կիլոգրամներով չէր կարողանա Եվրոպայի առաջնությունը նույնիսկ մեդալ նվաճելու, բայց իր աշխատասիրության, իր այսպես ասած նվիրվածությանը սպորտաձևին կարողացավ լուրջ կիլոգրամներ պարզացնել, նախ շատ վստահ հանդես եկավ պոգուն վարժությունում։ Այո։ Հեռուն վարժությունում առաջին մոտեցումը կամքի ուժ դրսևորեց, պարզացրեց, իսկ երկրորդ, երրորդ մոտեցումները երևի խանգարեց վնասվածքը, չկարողացավ պարզացնել, բայց մենք էլ հույս ունենք, որ հուսանք, որ վնասվածքները որ ապակինի, ապա կկարողանա ավելի լուրջ կիլոգրամներ պարզել։ Խնդիրը ունենք Ռաֆիկի հետ կապված, որովհետև Ռաֆիկն էլ պետք է քաշային կարգ փոխի, այդ արդեն կորոշեն մարզիչները, բայց ինձ թվում է քաշային կարգ փոխելը Ռաֆիկի պարագայում շատ ճիշտ կլինի, որովհետև նրանպես արդեն փորձառու մարզիկ է, պետք է արդեն պայքարի օլիմպիական վարկանիշների համար։ Ինձ շատ ուրախացրեց աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի վերադարձը իր այսպես աստեղային քաշային կարգ։ Ես հասկանում եմ, որ շատ բարդ է 130-131 կիլոգրամից իջնել 109 կիլոգրամ։ Դրա համար մեծ կամքի ուժ է պետք, դրա համար շատ աշխատանք է պետք, քրտինք է պետք, արյուն է պետք թափել ու փառք Աստծո, որ կարողացել է իր մեջ Սիմոնը ուժ գտնել այս փուլում իջնել։ Շատ եմ ուզում հավատալ, որ ինքը կկարողանա նույն աշխատասիրությամբ ու ջանասիրությամբ մարզվել եւ այդ դեպքում ավելի լավ արդյունքներ կունենա ու ինչքան էլ արծաթը գուցե Սիմոնին իրեն շատ չի ուրախացնում, այնուամենայնիվ էլի եմ ասում, վերադառնալ ու նորից այդքան կիլոգրամներից իջնել ու այդ արդյունքը ցույց տալ ես համարում եմ պատվաբեր ու շատ լավ արարք։ Միանշանակ, որովհետեւ խոսակցություններ եղան, որ Մարտիրոսյան Սիմոնը հեռացված է հավաքականից, բայց ուզում եմ հավաստիացնել եւ ասել, որ նման բան չկա, Սիմոն Մարտիրոսյանը միշտ էլ եղել է հավաքականի անդամ, Սիմոն Մարտիրոսյանի պես բարձրակարգ մարզիկները մեր հավաքականին, մեր ազգին պետք են, ինչի համար, որովհետեւ հավաքականում եթե լինում են բարձրակարգ մարզիկներ, պրոֆեսիոնալ մարզիկներ, մեկը մյուսին տեսնելով ոգևորվում են։ Եվ Սիմոնի պարագայում ինչ եղավ, նա ապացուցեց իր բարձրակարգ լինելը եւ իր փորձը խոսեց իմ մասին, որ եթե Սիմոնը 20 կիլոգրամ նվազեցրել էր քաշը ու վերադարձել էր իր հարազատ քաշային կարգ, բոլորը կասկածանքով են մոտենում, թե Սիմոնը չի կարողանա բարձրացնել, բայց Սիմոնը ցույց տվեց այնպիսի արդյունք, որը իրոք անսպասելի էր հանդիսատեսի համար։ Շատ լավ։ Եվ Գարիկ Կարապետյանին դառնամ ու ասեմ, որ շատ ուրախացա,
որ մանամայում ստացած այդ ծանր վնասվածքից հետո կարողացավ ոչ միայն ապաքինվել, այլ նաև դառնալ Եվրոպայի չեմպիոն արդեն կրկնակի։ Իսկապես Արմուկը շատ ցավեցրել էր եւ հրման ժամանակ ես մի պահ մտածում էի ոչ այնքան որ բարձրացնի, այլ մտածում էի հանկարծ վնասվածքը չկրկնվի, որովհետեւ կրկնվելու դեպքում արդեն հոգեբանորեն իր համար շատ ծանր կլիներ հետագայում ետ գալը։ Փառք Աստծո, որ Գարիկը կարողացավ իր մեծ ուժ գտնել ու հաղթել։ Գարիկը նախ շատ հեռանկարային սպորտսմեն է։ Ինչի համար եմ վստահ ասում, որովհետեւ Գարիկի հետ նույն քայշային կարգում մրցել ենք, նույն հարտակում մարզվել ենք իրար հետ։ Ես ծանոթ եմ Գարիկի հնարավորություններին, իր կամքի ուժը, իր հնարավորությունները, իր հավատը, իր անձի նկատմամբ նա մեծ պոտենցիալ ունի ծանրամարտի մեջ, նա իր անունը վստահ եմ կգրի ոսկե տառերով ծանրամարտի պատմության մեջ։ Եվ Վարազդատ Լալայանին դառնամ, այդ ռեպորտաժը Էդուարդ Քալաթարյանի հետ օգնել եմ վարել։ Բնական է, ինտրիգ չկար, բոլորս գիտեինք, որ Վարազդատը հաղթելու է, բայց ինձ համար շատ կարևոր էր հրման մոտեցումները։ Գիտեք, բոլորս գիտենք, որ աշխարհում Վարազդատը այսօր անգերազանցելի է փոկման ժամանակ, ու 218-ն էլ ինքը կանի։ Դրանում չեմ կասկածում, այս անգամ 218-ը չստացվեց, բայց կանի։ Շատ կարևոր է հրումը ուժեղացնելը, որովհետև մանամայում էլ նախորդ առաջնության ժամանակ երկու մրցակցի պարտվեց այնուամենայնիվ Վարազդատը, իսկ նրանք գալիս են իր դեմ են պատրաստվում, նրանց մոտիվացիան ավելի շատ է, նրանք ավելի շատ են ուզում հաղթել, հիմա պետք է անպայման աշխատել դրա վրա, ես վստահ եմ, որ ինքը շատ ուժեղ տղա է, գերհզոր բազուկներ ունի, ուղղակի պետք է մոտիվացնել, ճիշտ մոտիվացնել, որտեվ հասնելը ավելի հեշտ է, քան հետո դա պահելը, որտեվ մարդիկ կան բավարարվում են դրանով, ու հետո շատ դժվար է լինում։ Էլի հավատալով ուղղակի շատ եմ ուզում, որ այդ մոտիվացիան մնա, ինքը կարողանա 260 հրել, որպեսզի մենք խնդիր չունենանք։ Համաձայն եմ, բայց Վարազդատ Լալայանը այն մարզիկներից է, որը ոչ թե ցկտում է պահել, այլ գերազանցել ինքն իր, այսպես ասած, արդյունքները շատ ենք զրուցել այս կիլոգրամների, այս արդյունքների պահով, Վարազդատի մեջ այդ մոտիվացիան այնքան շատ է եւ առաջնությանը եւ մարզումներին ցկտում է գերազանցել իր հնարավորությունները։ Այդ ցույց տվեց առաջնության երրորդ մոտեցումը, հրման երկրորդ մոտեցումը, որովհետեւ ինքը առաջին մոտեցումով արդեն իսկ Եվրոպայի չեմպիոն էր, կարող ենք հրաժարվել երկրորդ, երրորդ մոտեցումներից, բայց ուզեց գերազանցել։ Ինքը ուզում է գերազանցել։ Շատ բարի եւ նորից ուզում եմ բոլորի շնորհավորել, մինչեւ այդ ելույթի ավարտը մենք դեռ չգիտեինք թիմային պայքարում ինչ իրավիճակ է եւ Երևանյան առաջնություններից հետո Եվրոպայի չեմպիոն հռչակված թիմային Հայաստանի հավաքականը կրկին պահեց իր տիտղոսը, հաղթեց նաեւ մեր կանանց հավաքական, այնպես որ սա ոսկե դուբլ է իսկական, ու այդ կապակցությամբ շնորհավորում եմ ֆեդերացիային, շնորհավորում եմ բոլոր մարզիկներին եւ հեռուստադիտողներին, ծանրամարտի սիրահարներին, հուսանք, որ աշխարհի առաջնությունում մենք կրկին իրար շնորհավորելու շատ առիթներ կունենանք։ Եվ ասեմ Սամվել, որ հաղորդման այս հատվածում հեռուստադիտողների հղած հարցերն են քեզ, հիմա գործընկերս Մարիամը կներկայացնի եւ խնդրում եմ պատասխանել անկեղծ։ Խնդրեմ։ Եվ այսպես հարցեր հեռուստադիտողներից, խնդրեմ Մարիամ։ Բարև ձեզ Սամվել։ Մեր հեռուստադիտողի առաջին հարցը՝ կարիերան ավարտելուց հետո ավելի շատ ազատ ժամանակ եք ունենում, ինչով եք սիրում զբաղվել, ինչ հոբիներ ունեք։ Ճիշտ ասած, կարիերան ավարտելուց հետո այդքան էլ ազատ ժամանակ չի մնում, որովհետև հիմա ֆեդերացիայի հարցերը բավականին շատ են։ Այն ժամանակ պատասխանատու էի իմ եւ իմ մարզումների համար, հիմա բոլորի համար, բոլոր հավաքականի, բայց ազատ ժամանակ գտնելուն պես մարզվում եմ նորից։ Իսկ հնարավոր է ինչ-որ մի օր վերադառնաք որպես մարզիչ։ Ես ինքս ներկայապային Պատանիների հավաքականի երկրորդ մարզիչն եմ։ Հիմա զուգահեռ մարզում եմ Պատանիների հավաքականը, այսպես ասած, նոր մարզչական փորձ եմ ձեռք բերում, ոչ թե հիմա կարող եմ փորձը ստալ, այլ ավելի շատ ես եմ մարզչական փորձեր քաղում։ Այսինքն փորձառու դառնալու դեպքում, այո, կարող է նաև ավելի լուրջ խնդիրներ լուծել։ Սամվել, մրցաշարերին կողքից հետևելիս չկա կարոտ, չեք ուզում վերադառնալ հարթակ։ Միանշանակ կար կարոտ, այն քաշային կարգերում, որտեղ ես էի
մասնակցում 102-109 կիլոգրամ քաշային կարգերում եւ շատ մեծ էր ցանկությունը նորից վերադառնալ մեծ սպորտ, մասնակցել, պայքարել, բայց այդ կարոդը, այսպես ասած, քաղում են մենակ մարզիկների հաջողություններով։ Մեր մարզիկները լավ հանդես եկան եւ արտարացվեց էլի, այսպես ասած, այս կարոդի զգացողությունը ինչ-որ հանդարտվեց էլի իմ մոտ։ Սամվել, նախորդ տարիներին դուք մեդալակիրների շարքում եք, իսկ այս անգամ դուք եք հանձնում մեդալները, ինչպիսի զգացողություններ ունեք։ Հպարտության զգացողությունը ապրեցի, երբ մեր մարզիկներին ամեն պարգևադրման արարողությանը Եվրոպայի ֆեդերացիայի պատասխանատուները հրավիրում են որպես արդեն իսկ ֆեդերացիայի անդամ, ֆեդերացիայի պատասխանատու, որպես մարզիկներին պարգևադրելու եւ հպարտության զգացողություններ ապրեցի այդ պահին։ Հպարտ եք, որ ձեր ընկերների մեդալները դուք եք հանձնում։ Միանշանակ։ Լավ, եւ վերջին։ Իրենց էլ պարտավորեցնում էր այդ փաստը։ Եվ վերջին հարցը, Սամվել, եթե ոչ ծանրամարտ, այլ տեղ ձեզ պատկերացնում եք։ Զբաղվել եմ ֆուտբոլով, երևի կընտրեի ֆուտբոլ, իսկ եթե ոչ սպորտ, ապա իրավաբան։ Շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հյուրս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Եվրոպայի նախկին կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն էր։ Ցտեսություն եւ թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները։